Ովքեր են Հայաստանում այնուամենայնիվ դեմ, որ թրիփը Միացյալ Նահանգների հետ միասին կառուցվի եւ Հայաստանը այդտեղ ունենա իր մասնակցությունը։ Այն ձևը, որ ձևով պայմանավորված է այս տարվա հունվարի 14-ին։ Թվարկենք նրանց, բոլոր նրանք, ովքեր կոչ են անում վերաբանակցել եւ դժգոհ են իբր պայմաններից, բայց ասում են, որ ընդհանուր գաղափարին դեմ չեն։ Բոլոր նրանք, ովքեր առաջարկում են ինչ-որ երկրորդ երաշխավոր, Չինաստան, դե Ռուսաստան, որովհետեւ իրենք հավատում են, որ հեսա 5 րոպեից անց Թրամփը կհամաձայնվի Պուտինի հետ ու իրենք էլ տեսեք ինչ են անելու Հայաստանում այդ ամենի նամեստնիկի դերում։ Չեք անելու, չենք թողելու որ անեք։ Եվ իհարկե Ռուսաստանը, որը առաջիկա ընտրությունները համարում է իդեալական հնարավորություն ընդհանրապես ամեն ինչը վիժեցնել ոչ միայն թրիփը, այլև պայմանավորվածությունների այն ողջ համալիրը, որը ձեռք է բերվել հայկական դիվանագիտության կողմից Միացյալ Նահանգների հետ միասին։ Սկսած 23-24 թվականների այդ Հայաստանի շրջադարձից ապրիլ 5-յան եռակողմ այն հռչակագրից, որ ընդունվեց Բրյուսելում, վերջացած Խարտիայով օգոստոսի 8-ով, հունվարի 14-ով եւ այն ամենով, ինչը կստորագրվի Վենսի Հայաստան այցի ժամանակ։